Ոմանք սպանում են հարստանալու համար, ոմանք վրեժ լուծելու։ Իսկ ինչ կասեիք, եթե լիներ մի կին, որը ոչ միայն սպանում է, այլ վերածում է ամբողջ ընտանիքներն իր խամաճիկների։ Սա Միոկո Սումիդայի պատմությունն է, մի կին, որն իր շուրջը ստեղծեց մի մեծ սև կայսրություն։ Եթե ձեզ հետաքրքիր է այս պատմությունը, անպայման մնացեք ինձ հետ։ Գնացինք։ Միոկո Սումիդան ծնվել է 1948 թվականին Ամագասակի քաղաքում։ Նրա ընտանիքը ֆինանսապես կայուն էր։ Նրա հայրը ուներ գործարան եւ ինչպես նաեւ նա ուներ սենյակներ, տներ, որոնք հանձնում էր այն մարդկանց, ովքեր աշխատում էին իր մոտ։ Եվ փոքր ժամանակվանից Միոկոն տեսնում էր, թե իր հայրը ինչպես է, այսպես ասած, էքսպլուատացիայի ենթարկում այդ մարդկանց։ Նա տեսավ, որ նա շատ խիստ մարդ էր եւ նա ստիպում էր, որ այդ մարդիկ աշխատեն շատ երկար եւ նա սպառնում էր, որ նրանց կվտարի, եթե նրանք չաշխատեն։ Այսինքն ինքը տեսնում էր, թե ինչ դաժան պայմաններում է այդ իր հայրը պահում այդ մարդկանց եւ նա փոքր ժամանակվանից հասկացավ, որ փողը ու վախը կարող են ստիպել մարդկանց անել ամեն ինչ։ Եվ նա այդ ժամանակ արդեն հասկացավ, իրան պարզ դարձավ, որ եթե ուզում ես մարդկանց կառավարել, դու պետք է հենց այդ տարիներին նա հասկացավ, որ ճիշտ խաղարկված բառերը կարող են ստիպել մարդկանց անել ամեն ինչ։ Միոկոյի ծնողները շատ էին վիճում իրար հետ եւ երբ նա դեռևս դեռահաս էր, նրանք բաժանվեցին եւ մայրը լքեց տունը։ Այդ դրանից հետո հայրը դարձավ ավելի դաժան, ավելի պահանջկոտ եւ Միոկոն ավելի շուտ խոստովանել է, որ երբ նրա մայրը հեռացավ, նա սկսեց մտածել, եթե ուզում ես մարդիկ քեզ չլքեն, դու պետք է այնպես անես, որ նրանք քեզանից վախենան։ Եվ այդ ժամանակվանից Միոկոն, այսպես ասած, բավականին փոխվել է, նա սկսել է մանիպուլացնել իր կողքի մարդկանց, նա սկսել է ոնց որ ուսումնասիրել նրանց հոգեբանությունը եւ սկսել է փորձեր կատարել մարդկանց վրա, իր շրջապատող ընկերների վրա, բարեկամների վրա եւ նա սկսել է ազդել նրանց վրա իրենց մեղքի զգացողությունով ու վախ արթնացնելով։ Սումիդան շատ գեղեցիկ կին էր եւ նրան տղամարդիկ շատ էին սիրում։ Եվ 1980-ական թվականներին նա ամուսնացավ, բայց միառժամանակ անց նրա ամուսինը անհետացավ շատ տարօրինակ հանգամանքներում։ Եվ ոչ ոք չգիտի, թե նա իրոք հեռացավ ինքնակամ, թե Սումիդան ազատվեց նրանից։ Այդ ժամանակաշրջանում Սումիդան սկսեց իր հանցավոր սև կայսրությունը։ Նա մտնում էր ընտանիքներ որպես բարի խորհրդատու, բայց հետո ստիպում էր այդ մարդկանց, այնպես էր անում, որ այդ մարդիկ սկսեն ատել միմյանց, իրենց ընտանիքի անդամներին, եւ նա կարողանում էր ստրուկների նման կառավարել նրանց։ Նա տալիս էր նրանց փող պարտքով, իսկ հետո ստիպում էր, որ նրանք վերցնեն վարկ եւ ամբողջ գումարը այդ վարկի տան իրեն։ Սումիդան միշտ սիրում էր ասել. «Եթե պարտք ես, ուրեմն դու ինձ ես պատկանում»։ Միոկոն իրեն պատկանող մարդկանց հանդեպ իրականացնում էր շատ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումներ։ Ոմանք ամիսներով չէին կարող դուրս գալ տնից, ոմանք սովամահ էին լինում եւ հետո նրանց մարմինները թաքցնում էին տակառներում, բայց ամենադաժանը, երբ նա կապում էր մարդկանց թելերով եւ ստիպում էր իրար սպանել եւ խոշտանգել։ Եվ այսպիսով անհետացան բազմաթիվ ընտանիքներ այս աշխարհի երեսից, ոչ մի մարդ, ոչ երկու մարդ, այլ ընտանիքներ։ Եվ այդ ընտանիքների ընկերները եւ բարեկամները վախենում էին որևէ բան ասել ոստիկանությանը։ Եվ այս ամենը շատ երկար ժամանակ ոստիկանությունը այս ամենի մասին չէր իմանում։ Եվ այսպես 2011 թվականին Ամագասակի քաղաքում կորում է մի կին,
Եվ իրականում Ճապոնիայում, եթե դուք նայեք իմ նախորդ վիդեոներից մեկը, ես այնտեղ պատմում եմ, որ երբ մարդիկ անհետ կորում են, այստեղ դա չի վերածվում ինչ-որ մեծ գործի եւ այստեղ մարդիկ շատ են ոնց որ քո անձնականն է եւ նույնիսկ ոստիկանությունը չի խառնվում մարդկանց անձնական կյանքին, որովհետեւ կարող է դա նրա որոշումն է, որպեսզի նա անհետանա, բայց ինչպես նշում է ոստիկանը, Կենջին, ով 25 տարվա ոստիկան էր եւ զբաղվում էր այս գործով, շատ կասկածելի էր այս մի ոնց որ անհետացումը նրա համար եւ դրա համար կային մի շարք ոնց որ պայմաններ, առաջիններից մեկը պատճառներ, առաջիններից մեկը դա այդ կինը վերջին անգամ շփվել էր եւ նրա ընտանիքը ամբողջ ընտանիքով նրանք շփվել էին Սումիդայի հետ եւ նա ոստիկանը տեսել էր, որ կան մեծ բանկային հաշիվներ, մեծ գումարներ, որ այդ կինը փոխանցել է Սումիդային եւ ամենասարսափելին, որ այդ կինը անհետացել էր, բայց նրա ընտանիքի անդամները չէին դիմել ոստիկանության։ Եվ այս գործը այսպես էլ մնաց մինչև 2012 թվականի սկիզբը, երբ ոստիկանները գտնում են մի տակառ, եւ երբ ոստիկանները բացում են այդ տակառը, այնտեղ նրանք գտնում են մարմին, կնոջ մարմին։ Եվ այսպիսով նրանք արդեն գտնում են Սումիդային եւ նրանք արդեն բացահայտում են եւ հետո նրանք բացահայտում են նաեւ այլ զոհեր եւ ինչպես նաեւ հարևաններն են ասում, որ նրանք լսել են տեսել են մարդկանց կապած այնտեղ իրատան մոտ եւ տեսել են թե ինչպես են մարդիկ անհետանում եւ երբեք չեն վերադառնում եւ ինչպես նաեւ նրանք լսել են գորգորոսներ եւ ճչոցներ, բայց երբեք չեն դիմել ոստիկանության, որովհետև ուղակի վախեցել են։ Եվ այսպիսով ոստիկանությունը գտնում է 8 զոհ, ովքեր զոհվել են Սումիդայի պատճառով։ Եվ այս ժամանակ Սումիդան ձերբակալվում է եւ նույնիսկ ձերբակալման ժամանակ Սումիդան շարունակում է կառավարել այդ ընտանիքները։ 2012 թվականի դեկտեմբերին Միոկոն հայտնվեց մահացած իր բանտախցում։ Ոմանք ասում էին, որ անհնար է, որ այսպիսի պաշտոնական վարկածը 2012 թվականին Միոկոն հայտնվեց 2012 թվականի դեկտեմբերին Միոկոն հայտնաբերվեց մահացած իր բանտի խցում։ Պաշտոնապես դա ինքնասպանություն էր, իսկ իրականությունը պարզ չէ։ Շատերը ասում են, որ այնպիսի մարդ, որ ամբողջ իր կյանքում ընտանիքները կառավարել, ստրկացրել է մարդկանց, ոնց կարող էր այսպես արագ վերջ տալ իր կյանքին, որ նա նույնիսկ կառավարում էր մարդկանց, նույնիսկ իր բանտախցից։ Մյուսները հակված են մտածել, որ նա հասկացավ, որ այլևս ոչ մի տեղ չկա փախչելու եւ նա հավանաբար չի կարողանա փախչել եւ դրա համար վերջ տվեց իր կյանքին։ Բայց մինչեւ հիմա դա պարզ չէ 100%-ով։ Իսկ միգուցե նրան ուղակի լռեցրեցին, որովհետեւ նա շատ բան գիտեր, այսպիսի վարկած էլ կա, բայց իրականում նրա սպանության հետ արդյոք մահացավ նրա կայսրությունը, դա դեռևս շատ մեծ հարց է, բայց ոստիկանությունը այսպես ասած սահմանափակվեց Սումիդայի մահվամբ եւ այսինքն նա փակեց գործը, այսինքն եթե չկա կայսրության այսպես ասած թակուհին, կայսրուհին, այսինքն գործն էլ չկա, բայց իրականում հենց հիմա ինչ է կատարվում այդ մութ սենյակներում եւ մենք գիտենք, որ տարեկան Ճապոնիայում հազարավոր մարդիկ են անհայտանում։ Դա դեռևս շատ մեծ առեղծված է, որը կարող է բացահայտվել տարիներ հետո։ Ահա սա էր Ճապոնիայի ամենամութ քրեական գործերից մեկը մի կնոջ մասին, ով երբեք չի սպանել ոչ ոքին, բայց ստիպել է մարդկանց իրար սպանել։
Իսկ դուք ինչ եք կարծում, Սումիդան դա պարզապես հանցագործ էր, թե ուղակի հրեշ։ Անպայման կիսեք ձեր կարծիքով կոմենտներում։ Ես կարդում եմ բոլոր կոմենտները եւ պատասխանում եմ բոլոր կոմենտներին։ Bye bye։